Սիրելի հեռուստադիտողներ, դուք հավանաբար կկրահեք, թե ինչու ենք ես եւ Մանեն այսպես հարմար տեղավորվել նստած, այսպես տեղավորվել, որովհետեւ հիմա մենք մեր խոսքը պետք է փոխանցենք մեր խոհանոցային հատվածին, իսկ մասնավորապես մեր սիրելի Անուշին եւ այսպես հարմար նստած տեսնենք, թե նա ինչ է այսօր համար պատրաստել։ Բարի լույս Անուշ։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր կպատրաստենք նախաճաշ, աղցան, ասեմ, նախաճաշին շատ հարմար, օգտակար բաղադրատոմս է եւ ինչպես օրինակ մենք սիրում ենք, չէ, այս շրջանում թարխունով, պանրով, հավկիթով, այսպես բրդուճան ուտել կամ ուղղակի, այո, կամ տարբեր նախաճաշեր ձվածեղ թարխունով պատրաստել, մենք մի փոքր ձևափոխելով, մի քիչ ավելի ժամանակակից դարձնելով, հետաքրքիր բոլ կհավաքենք եւ բաղադրիչները առանձին կհավաքենք ափսեի վրա, գեղեցիկ կհամեմենք ու կհամտեսենք։ Շատ լավ, իսկ ես ճիշտ եմ տեսնում, որ կանաչին ռուկոլա է, թե չէ։ Ոչ, թարխուն է։ Թարխուն է։ Այո, թարխուն է։ Ուզում ես Մանե, արի դու թարխունը կտրատի։ Սիրով։ Ես գնամ թարխունի մոտ։ Քեզ բարի ճանապարհ։ Արի քեզ տամ տախտակ, դանակ։ Ահա։ Ես ավոկադոն կվերցնեմ, իսկ դու թարխունը կարող ես Ինչ առողջ համեղ բաղադրիչներ են անի։ Այո։ Ինչ պետք է անեմ պարզապես այս 4 հատվածները պոկել, այո։ Իսկ միայն տերևիկները առանձնացնենք։ Կամ տերևիկները մի քիչ ավելի երկար կտևի, դրա համար գոնե այսքան մասը հաստատ լավ է։ Իսկ ես կկտրեմ ավոկադոն։ Ահա։ Մենք ունենք արդեն այստեղ խաշած սագախոտ 3 անի հետ եթերում ենք եւ պատրաստեցինք սագախոտը նույն քինուան է։ Այո։ Հայերեն կոչվում է հաճախ կրկնելու դեպքում այլևս չենք խառնի։ Սագախոտ, քինուա։ Այս չափով լավ է, Անուշ։ Մի քիչ մանր։ Ավելի ման, հասկացա։ Մի քանի օր առաջ եթերում էլի պատմում էինք այն մասին, թե ես ինչքան եմ սիրում, երբ պատրաստված աղցանի մեջ կանաչիները լինում են շատ խոշոր, բայց դա ոչ բոլորին է որ դուր է գալիս։ Անուշն էլ չհավանեցի էլի հեռուստադիտողներին կտրատած թարխունը։ Եթե դա լինի, օրինակ, քեյլը լինի, հազարը լինի, այդպես ուրիշ բնականաբար ավոկադոն լավը չէ, փոխեցի, ուրիշ ավոկադո վերցրեցի։ Միշտ պետք է չկտրած ծմերուկի պես ունենալ եւս մեկը։ Աղջիկներ այսպես ես հերվից, շատ հերվից, կարծես մի այլ տեղից նայելով հետաքրքիր մի հարց առաջացավ, առհասարակ ես չեմ սիրում, երբ խոհանոցում ավելանում է եւս մեկը, ով իմ հետ հավասար փորձում է ինչ-որ բան անել, ինչքան էլ որ ես հասկանում եմ, որ ավելի արագ կլինի, օգնության ձեռք է, այնուամենայնիվ ես սիրում եմ, երբ խոհանոցում տիրուհին ես եմ եւ ամբողջը այսպես իմ ղեկավարության տակ է եւ միջև վերջ հասնում եմ գործը եւ այն պատկերը որ ունեմ իր նպատակակետին։ Հիմա դուք օրինակ այդտեղ երկուսով ինչպես եք ձեզ զգում։ Ես որ շատ լավ, դու։ Ես էլ Անուշի հետ խոհանոցում միշտ հարմարավետ է, որովհետեւ ես Անուշից միայն սովորում եմ։ Ահա, իսկ հիմա փորձում եք նույն հարցի պատասխանել անկեղծ։ Լսի, շատ անհարմար է այս խոհանոց, չենք կարող նորմալ տեղավորվում։ Չէ, լավ, իրականում այս իրավիճակի մասին չէ խոսքը, առհասարակ երբ որ ձեր խոհանոցում հայտնվում է եւս մեկ կին կամ օգնող ձեռք, հարմարավետ եք ձեզ զգում։ Իմ խոհանոցը կոնկրետ շատ մեծ է եւ բավականին հարմարավետ եմ ինձ զգում։ Այնպես որ ես խնդիր չունեմ։ Հետո ես շատ հասկացա, մանե, խոհանոցը փոքր է, դրա համար ես չեմ սիրում, որ դուք գալիս եք ինձ օգնելու։ Չէ, ես գիտեմ, դու պարզապես անին պատրաստելու ընթացքում արդեն գիտի, թե որ ուտեստը որ ափսեի մեջ սեղանի որ հատվածում պիտի լինի, ամեն ինչ գծագրած է իր մոտ։ Դրա համար չի սիրում, որ չխախտվի երևի, եկա։ Ու պարտադիր երբ նստում ենք ճաշելու, ընթրելու, առաջին ասում եմ մի րոպե, չմոտենաք։ Բարձրանում է աթոռի վրա, բարձրից նկարում է։ Ու որևէ տեղ դա չի հրապարակում, 1000-ից մեկ կարող է որևէ հրապարակման մեջ գտնել անի պատրաստածը։ Դրանք արվեստի գործեր են, մանե, ես պետք է հետո ցուցադրություն կազմակերպեմ։ Հասկացա։ Մենք տեսնում ենք։ Դու էլ բավականին սիրում ես խոհանոցը։ Այո։ Շանի։ Գիտես, Անուշ, Գուցե ուշ պատրաստես, բայց շատ լավ կպատրաստես։ Ես սիրում եմ պատրաստել ընկերներիս համար։ Ոչ թե պարզապես սիրում եմ խոհանոցը, որովհետև եթե այդպես տանը մենակ եմ կամ ես եւ տղաս ենք, այնպես չի որ հաճախ եմ պատրաստում, բայց երբ ես գիտեմ, որ պետք է ընկերներս գան եւ ես նրանց համար մի համեղ բան պատրաստեմ, այ այդտեղ իրական հեքիաթ է սկսվում։
Ես էլ եմ նույնիսկ զարմանում, թե այս ինչպես կարողացա, այս ինչ բաղադրատոմս, այս արագությունը, այս համերը եւ համադրումները, այնպես որ հաղթում է ընկերությունը եւ հաղթում է սերը։ Այո, միշտ էլ հաճելի է, երբ պատրաստում ես եւ բոլորը համտեսում են, գովաբանում են, ինչու՞ չէ։ Գոհ են, երջանիկ։ Պարզապես այսպես գծերով շարել ենք դասավորել։ Հիմա շատ արդիական է, չէ՞ դարձել, այո։ Այն բավականին հաճախ հանդիպող տեսակ է, սննդային հավաքումի է, այսպես կարելի ասել, եւ հաճախ նաեւ օդանավականներում ենք հանդիպում, սննդի կետերում, որոնք որ առողջ արագ սննդի տարբերակ են առաջարկում։ Այո, այո։ Եվ հիմա մենք ավոկադոն կտրեցինք, Անի։ Եվ բավականին լավ ինտեգրվել է մեր իրականության մեջ։ Դե որովհետև չեն հասցնում բոլոր բաղադրիչները իրենց համը, բույրը, հյութը փոխանցել մյուսին, ու կարծես հենց այդ պահին պատրաստված աղցան կամ որևէ ուտեստ վայելես, երբ այս տարբերակով ես փորձում։ Դու կարող ես արդեն լոլիկը կտրել, իսկ ես հիմա կտեղավորեմ պանիրը։ Լոլիկը մոտավորապես նույն չափի ինչ ավոկադոն, թե ավելի։ Այո, որպեսզի նայեք պանիրն էլ է։ Փոքրիկ Ես հասկացա, այս տարբերակը այսինքն կարելի է պատրաստել առավոտյան կամ երեկոյան եւ վերցնել օրվա ընթացքում որպես սննդային պաշար, որպեսզի համերը այդպես ինչպես Մարին ասաց, չխառնվեն, մթերքները չհասցնեն։ Այո։ Երբ որ կիտրոնը, ձեթը, երբ որ ավելացնում ենք, միանգամից սկսում է այսպես ուրիշ տեսակ է, չէ՞, դառնում մթերքը։ Դրա համար անհրաժեշտ է դա անել ավելի ուշ եւ այս ձևով պահել իհարկե շատ հարմար է, նույնիսկ աշխատանքի վայրը ովքեր որ տանում են իրենց հետ նախաճաշը, Նախաճաշը կամ ճաշը սա կարող է շատ հանգիստ, կարող է որպես ճաշ նաեւ դիտարկվել, շատ հարմար է։ Եվ շատ վիտամիններով հարուստ։ Իհարկե միայն սագախոտը բավական է, ավոկադոն, թարխունը։ Եվ հիմա նայեք, մենք ունենալու ենք տարբեր գույներ։ Հիմա լոլիկներ կդասավորենք, հետո արդեն հավկիթը կդնենք։ Իսկ ինչպիսի նախաճաշ ես դու սիրում, Անուշ։ Երկար, գեղեցիկ, համեղ պատրաստվող, կարճ, արագ եւ շատ արագ ոտքի վրա։ Շատ կարճ եւ արագ պետք է լինի։ Սովորաբար դա քաղցր նախաճաշն է լինում։ Հիմնականում կամ եղեսպակով, մածունով, այսպես մրգերով խառնված որևէ բան, կամ սագախոտը շատ եմ օգտագործում, հենց հավկիթի հետ, որպեսզի արագ լինի, ուղղակի ձվածեղ եմ անում եւ ավելացնում եմ վրան ծնեբեկով շատ հարմար է։ Մի վարքյան, մի հատ նորից կասես, ձվածեղ, սագախոտ, ծնեբեք։ Սագախոտի վրա, այո, եփված սագախոտը վրան դնում ենք ձվածեղ ու կարելի է որևէ կանաչու տեսակ, ինչ որ ունեք։ Ես օրինակ շատ սիրում եմ ծնեբեկով։ Երբ որ ծնեբեկը կամ տապակում եք մի քանի րոպե, կամ դնում եք ջեռոց։ Ու անպայման քունջուտ։ Արագ տարբերակներ է առաջարկում Անուշը այս ընթացքում։ Այո, դա շատ արագ է եւ շատ օգտակար, իսկ առավոտյան նախաճաշը գիտենք, որ անհրաժեշտ է պարտադիր օգտակար մթերք օգտագործել նախաճաշին, որպեսզի առողջ լինենք։ Լոլիկը կարող ես դասավորել։ Ես հասկացա ես մեկ բան, այսինքն այստեղ արագությունը ոչ թե այնտեղ է կայանում, որ ինչքան ժամանակ է պահանջում ուտեստը իր պատրաստման համար, այլ թե որքան հնարամիտ ես դու եւ ճկուն մթերքները իրար հետ համադրելու առումով եւ նախաճաշը պատրաստելու, որովհետեւ ավելի կարեւոր է արագության հարցում մտքի ճկունությունը եւ մթերքների ճիշտ համադրությունը։ Եվ փաստորեն Անուշը այդ առումով բավականին թրծված է։ Ես երբ մի քանի բաղադրատոմս պետք է պատրաստեմ, օրինակ աղցան, ճաշատեսակ, ինչ որ առիթների, արագ աշխատում, մի անգամից մտածում եմ, սա մինչև կխաշվի, այս մեկը ես արագ կկտրտեմ եւ այլն։ Վերջում գուցե 3 աղցան շատ տարբեր ընթացքներից այսպես պատրաստելիս լինեն, բայց վերջում շատ արագ 3-ն էլ արդեն պատրաստ են լինում։ Կարծես այդքան էլ վատ չէ։ Հրաշալի է ուղղակի, ոչ թե վատ է։ Այսպես ավելի հետաքրքիր պատկեր է, երբ վերևից է տեսախցիկը ֆիքսում, եւ ես կարծում եմ, որ սա այն տարբերակն է սննդի, որ կարելի է բաղադրիչները փոփոխել, անել բոլոր հնարավոր եւ անհնար էքսպերիմենտները, ավելացնել այն ամենը, ինչը որ դուք եք սիրում, կամ այն ամենը, ինչը որ տանը ունեք, եւ ստանալ այս սննդային պաշարը բոլի տեսքով, վերցնել ձեզ հետ կամ արագ նախաճաշել եւ դուրս գալ։ Այո։
Եվ հիմա նայեք, մենք ոչ մի համեմունք չենք արել, միայն սագախոտը եփելիս աղ ենք ավելացրել։ Քանի որ այստեղ ունենք պանիր, հիմա աղ շատ չենք ավելացնել։ Հիմա թարխունը կդնենք կողքին, հասկացա։ Ինչ որ բան չէ կարող բաղադրիչը մոռանում ենք։ Յուրաքանչյուր բաղադրիչ դնելիս պետք է այսպես սեղմենք, որպեսզի հավաքվի, այո։ Շատ լավ, դժվար չէ։ Եվ արդեն Մանե ջան կարող ես թարխունը ավելացնել թարխունը։ Կխնայեմ։ Շնորհակալ եմ։ Փորձենք։ Ես հիմա նայում եմ ժամին եւ հասկանում եմ, թե ինչ կարճ ու արագ ստացվեց։ Այո, եւ կիտրոնը պետք է անպայման այսպես ճզմենք մի լավ, այո, որպեսզի հյութը առատ դուրս գա։ Ու մենք կկտրենք եւ կվայելենք։ Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչ է լինելու, եթե այս ամենը խառնենք։ Այո, պատկերացնում ես, չէ, որքան համեղ է լինելու։ Անուշ, քանի հոգու համար բավարար կլինի այս փոլը։ 2-3։ Եթե շատ չաշած ես 1։ Նայած ճաշակին, բայց կարծում եմ այո, 3 հոգու հաստատ կբավականացնի։ Մեկը ես եմ, խնդրում եմ ձեզ մոտ գրանցեք։ Շատ լավ։ Ընդունում են հայտեր, սիրելի գործընկերներ։ Ես կպատրաստեմ ընդվել։ Եվ մեզ հիմա պետք է կիտրոն ավելացնենք, քանի որ արդեն համտեսելու ենք։ Մոմենասիրելի պահն է։ Առավոտ շուտ կիտրոն ու ախր սա անխղճություն է, պատկերացնում ես այն հեռուստադիտողները, որոնք որ չեն հասցրել նախաճաշել ու կիտրոնը այսպես տեսան, միանգամից լավ է թե վատ։ Անխղճություն է։ Սամոքսահյութը արտադրվեց եւ այսպես պետք է միանգամից բավարարել սամոքսի պահանջները։ Դե ես կարծում եմ այստեղ ինչ որ կա հաստատ կբավականացնի։ Մի փոքր աղ, իսկ կարող ենք մի քիչ ձիթայով ավելացնել։ Պարտադիր է կիտրոնը։ Այո, համաձայն։ Դրա համար վերջացա։ Պարտադիր է, ինչպես։ Վերջում մի փոքր ձիթայյուղ է ուզում ասել, կարող ենք ավելացնել։ Եվ ես արդեն եկ։ Խնդրեմ Մանե դու ավելացրու, իսկ ես պղպեղակ ավելացնեմ։ Շատ լավ, փոքր։ Հրաշալի ստացվեց։ Առողջ, համեղ եւ արագ։ Երբ բողոքում ենք, որ նախաճաշի համար չկա ժամանակ, կարող եք հետևել առավոտ լսոյին եւ գտնել ձեր ամենասիրելի, ամենահամեղ բաղադրատոմսը, որով կիսվում է Անուշը եւ ոչ միայն, եւ ոչ միայն մեր հյուրերի հետ, այո։ Եվ Մանե մտքովս անցավ այսպեսին սև ու սպիտակ քունջ։ Իսկ ես կարծում եմ, որ քինոան եւ հավկիթը այն բաղադրիչներն են, որոնք եթե նախորդ օրը երեկոյան խաշվի ու պահվի մինչեւ առավոտ, նրանց ոչինչ չի պատահի։ Իհարկե։ Բայց հավատացնում եմ, երբ սկսում ես շատ կազմակերպված առավոտը պատրաստվել, դու մինչև պատրաստվես քինոան եւ հավկիթը արագ կխաշվի, այնպես որ նույնիսկ կարելի է առավոտյան էլ պատրաստել անի։ Ճիշտ ես։ Շտապենք ասել բարի ախորժակ, Անուշ լինի։ Եվ շտապենք փորձել, իսկ այդ ընթացքում միասին կլսենք երաժշտություն Անի Արի։